Հայաստանի հասարակության ուշադրության ու քննարկման կենտրոնում դեռ նախորդ շաբաթվանից շարունակում է մնալ 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը ծեծը, որը հանգեցրել էր փոքրիկի մահվան։ Մարտի 16-ին Արարատի մարզից կլինիկական մահ ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել մանկահասակ տղա երեխա։ Ամբողջ ընթացքում երեխան գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և բժիշկներն ի սկզբանե նրա վիճակը ծայրահեղ ծանր էին գնահատել։ Քննչական կոմիտեն այնուհետև հայտնել էր, որ երեխան ծեծի էր ենթարկվել խորթ մոր կողմից, վերջինս կալանավորվել էր։ Ըստ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, գործում որպես մեղադրյալ ներգրավվել է երեխայի հայրը։ Նախարարը չի բացառել ընտանիքի մյուս անդամներին ևս մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։ Կատարվածի մասին Armenia Today-ը փորձել է զրուցել քաղաքացիների հետ, հասկանալու արդյոք նրանք դեպքը բռնություն են համարում, ում են պատասխանատու համարում կատարվածի համար և համապատասխան օրենքները խստացնելու կարիք տեսնում են։ Ահա որ դեպք է, դատապարտում եմ, պետքա շատ ուշադիր լինել երեխաների նկատմամբ, առաջի հերթին պետքա սոցիալական նախարարությունը ուշադրություն դարձնի դրա վրա և իհարկե ծնողները բոլոր։ Կարծում եք օրենքի խստացման կարիք կա սրա առումով։ Իհարկե խստացման կարիք կա և քրեական օրենսգիրքում փոփոխություն պետք է արվի, որ շատ խիստ պատժի տենց արարքների համար։ Շատ ահավոր դեպքեր, որ լսեցինք, երեխեքին ուղղակի պետք է համապատասխան մարմինները ոնց որ թե համայնքային էլի ուշադիր լինեն, եթե կան տենց ընտանիքներ, մաքսիմալ պետք է ուշադիր լինեն։ Միգուցե ծնողը հոգեպես ինչ-որ խնդիրներ ունի հոգեկան առողջության ու չգիտեմ, շատ ուշադիր լինեն, որ այտենց երեխեքը չտուժեն, էլի։ Մայրը ասելը դժվար է, մարդ ասելն էլ է դժվար։ Ինչ օրենքը չի կարող, էլի ամեն մեկի գլխին 10 հատ ոստիկան չեն կարող ասելու։ Я потрясена. Я считаю, что не имеет права вообще называться мамой вот такое чудовище. Для нашей нации это вообще недопустимо. Потому что для нас ребенок всегда на первом месте. У нас культ ребенка существует. Для меня это из рамок вон выходящее. Абсурдно, դժվել է, это խելքի շեղումն է։ Համայնքում բոլորը իմանում են, որ կա նման ընտանիք, որը ունի հոգեբանական ինչ-որ խնդիրներ անդամը, եւ եթե նման խնդիր կա, ուրեմն պետք է համայնքի ղեկավարը կամ համապատասխան մարմինները ավելի իրատեսական ձևով մոտենան հարցին եւ կարողանան ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը, որպեսզի գործը դրան չհասնի։ Խորտմորն ենք սխալ համարում, որտեղ երեխու նկատմամբ տենց գործողություն արը, նա պատժվի։ Ինձ թվում է բոլոր կառույցներն էլ մեղավոր են, որովհետև եթե նման ընտանիքներում կան նման դեպքեր, ուրեմն պետք է համապատասխան կառույցները տեղյակ լինեն։ Բաց թողում, բոլորի բաց թողման արդյունքն է դա։ Եվ հասարակությանը, որ անտարբեր է։ Ծնողներով պետք է լինի մի տարեկան երեխային։ Բայց ոչ թե սպանողն է մեղավոր, ավելի շատ հերն է մեղավոր, որ տերություն չի արել իր զավակին։ Ես էլ նույն կարծիքին եմ։ Շատ վատ դեպք է, շատ ցավալի։ Որակավորում նման դեպք։ Խայտարակություն, ոնց պիտի որակավորենք, չի կարելի բռնություն երեխայի նկատմամբ առհասարակ, որին որ դու որդեգրել ես, խորտմայր ես ձևանում, չգիտեմ, ինքը երևի նյարդային անհավասարակշռի վիճակում ա եղել։ Չեմ կարա ասեմ, չեմ կարա որակում տամ, բայց շատ վատ միջադեպ է, շատ։ Ովքեր են մեղավորներն ու պատասխանատուները։ Օրենքի Տվյալ պարագայում ծնողը ում է դատական համակարգը նման մարդկանց ծնողական իրավունքներից զրկել է պետք ու այդ երեխաների համար լավ ապագա ստեղծել է պետք։ Մերն է մեղավոր։ խորտ մայրն է ծեծել։ Հա, խորտ մայրն է մեղավոր։ Դաժանության մարմնացված չկինը։ Այդպիսիները ծնող կոչվելու իրավունք չունեմ։ Շատ վատ եմ ես անդրադառնում տես դեպքերին։ Չեմ պատկերացնում տենց մարդ, որ երեխային հասցնի մահի։ Չեմ պատկերացնում, ինչ պատասխանեմ։ Դեպքը ահավոր է։ Օրենքի խստացման կարիք տեսնում եք կամ սոցիալական ինստիտուտների գործունեության խստացում։ Ավելի շուտ իրազեկում, որ ոնց պետքա իրար վերաբերվեն, պետքա հանդուրժող լինեն, համբերատար, այդքան բան, օրենքի խստացում կարիք չկա։ Ես մեղադրում եմ հորը, որ թույլ է տվել այդ կինը տենց վարվի երեխի հետ։ Ես մեղադրում եմ։
Բռնություն եք դիտարկում։ Իհարկե բռնությունն է։ Օրենքի խստացման կարիք տեսնում եք։ Ես նրա մասնագետը չեմ, բայց պետքա խիստ լինեն այդ ձևի դեպքերի հետ։ Իսկականից ջանս փշակաղվա, սարսափելի բան է։ Առհասարակ երեխայի մահը դա սարսափելի է, հատկապես որ մոր կողմից։ Սա մեր հասարակության դաստիարակության արդյունք է։ Այսինքն սկսած դպրոցից, սկսած բարք ու վարքից, սկսած եկեղեցուց։ Մի տարեկան երեխուն ոնց կարելի է, ով էլ ուզում է լինի, ուզում է խորտ մայր լինի, ուզում է տատիկ լինի, ով ուզում է լինի, անթույլատրելի է։ Մեր երեխաները ինձ թվում է պաշտպանված չեն, ցավոք սրտի։ Անկամ ընտանիքում։ Այո, անգամ ընտանիքում։ Այո, կան ընտանիքներ, որ երեխեքին վերաբերվում են, չգիտեմ, խաղալիքի նման ասեմ, չգիտեմ, դա ուղղակի անթույլատրելի քայլ է։ Օրենքի խստացման կարիք տեսնում եք։ Ընդհանրապես ես կասեմ, որ օրենք գոյություն չունի մեր Հայաստանում, որովհետև ոչ մեկս պաշտպանված չենք, ոչ դպրոցում, ոչ մանկապարտեզում, նույն դեպքերը լսում ենք մանկապարտեզում, դպրոցում, չգիտեմ, ընտանիքներում։ Ու պետք է օրենքների փոփոխություն լինի, խստացվի, որ մեր երեխեքը պաշտպանված լինեն։ Մեղք են։